Դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երեկոյան ժամերկությունից առաջ հազարավոր մարդիկ էին եկել պաշտպանելու Մայրաթորը եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Անհանգստության եւ մտահոգության պատճառը նախորդ օրը հայկական ժամանակ լրատվամիջոցի տարածած հայտարարությունն էր, որում մի խումբ եպիսկոպոսներ կոչ էին հղել գալ Մայրաթոր հայոց հայրապետին հանգստի կոչելու պահանջով։ Սոցիալական հարթակներում բուռն ընդվզում էր սկսվել, արձագանքել էին բազմաթիվ հավատացյալներ, հոգևոր դասը, քաղաքական խմբավորումներ, անհատներ։ Դեկտեմբերի 18-ի առավոտյան հրապարակվեց Մայրաթորի պաշտոնական հայտարարությունը զգաստության եւ աղոթքի կոչով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն էր հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով եւ զգաստության կոչ ուղղում սրբազան հայրերին զերծ պահելու ժողովրդին հուզումներից եւ գործելու բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Երեկոյան ժամերկությունից առաջ արդեն Մայրաթորում հոծ բազմություն էր հավաքվել։ Եկել էին հազարավոր հավատացյալներ, հոգևորականներ, քաղաքական եւ հանրային գործիչներ, մտավորականներ։ Մեծ ու փոքր խմբերով Մայրաթոր եկած մարդիկ պարբերաբար վանկարկում էին հայրապետի անունը, որով անմիջապես լռեցնում էին սակավաթիվ մարդկանց գոչյունները, որոնք համախմբված էին կարգալույց եղած նախկին հոգևորականների շուրջ։ Հանրապետության գրեթե բոլոր լրատվամիջոցները լուսաբանում էին աննախադեպ իրադարձությունը։ Մայրաթորի տարածքը լի էր նաև ոստիկաններով։ Ոստիկանական շարքերով եւ խմբերով փակ էին մայրավանք բերող մուտքերը, բացի կենտրոնականից։ Երեկոյան ժամը 5-ին հայրապետական թափորը վեհարանից շարժվեց դեպի Մայր տաճար, որտեղ հայրապետի հանդիսապետությամբ երեկոյան ժամերկություն էր կատարվելու։ Հավատացյալները չլքեցին Մայրաթորի տարածքը ժամերկության ավարտից հետո էլ։ Վեհապար հայրապետին իրենց որդիական սերն ու հավատարմությունը արտահայտելու համար պարբերաբար մարդիկ ինքնաբուխ երգում էին հայրապետական մաղթանքը։ Երեկոյան ժամերկության ընթացքում Մայրաթոր Սուրբ Էջմիածին եկան նախօրեին հայտարարություն տարածած եւ Մայրաթոր գալու կոչ արած 10 եպիսկոպոսները։ Սրբազանները եկան միկրոավտոբուսով։ Ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց հսկողությամբ եպիսկոպոսների խումբը քայլեց դեպի Տրդատ թագավորի կամար։ Նախ անուշավան եպիսկոպոս Ժան Կոչյանը, ապա Վազգեն arczepiskopos Միրզախանյանը փորձեցին խմբի անունից հայտարարություն ընթերցել, բայց այն այդպես էլ լսելի չդարձավ, քանի որ ողջ բազմությունը վանկարկումներով ամոթանք էր հնչեցնում։ Սուլոցների ներքո հեռացող սրբազաններին շրջապատեցին բազմաթիվ լրագրողներ։ Եպիսկոպոսները չպատասխանեցին լրատվամիջոցների հարցերին, ապա փութաջանորեն լքեցին Մայրավանքի տարածքը դարձյալ շրջապատված ոստիկանների խմբով։ Սուրբ Էջմիածնին եւ հայոց հայրապետին աջակցելու եկած հարյուրավոր մարդիկ դեռ մի քանի ժամ չլքեցին Մայրաթորը։ Մարդիկ սկսեցին ցրվել միայն այն բանից հետո, երբ նորին սրբությունը տաճարից վերադարձավ կաթողիկոսանիստ վեհարան։ Ուշ երեկոյան վեհարանում գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Հերմինե Հակոբյան, Գևորգ Ավագյան, Վռամ Խանամիրյան, Մեսրոպ Ավետիսյան, Արթուր Մանուչարյան, եկեղեցական կյանք։
Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։ Անդրադարձ կատարվեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, 10 եպիսկոպոսների խոտոր ընթացքին եւ դրա պառակտիչ հետևանքներին, եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։ Քննարկման առարկա դարձան հոգևորականների ու եկեղեցու հավատավոր զավակների նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները եւ քրեական բարույթներով իրավական գործընթացները։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց իր պահանջը Հայաստանի Հանրապետության իրավապահ եւ դատական մարմիններին, որ արդարադատություն, օրինականություն ապահովվի շինծու մեղադրանքներով ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի եւ այլ նվիրյալ հայորդիների նկատմամբ։ Շեշտվեց, որ Մայրաթորը բոլոր հասանելի օրինական միջոցներով պետք է հետամուտ լինի եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։ Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները հայոց եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի մայր օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները եւ ոտնահարում հայոց եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։ Մասնավորաբար քննության առնվեց նաև վարչապետի ներկայությամբ մատուցվող պատարակներին հարկադրաբար ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների զեղչման հարցը։ Ընդգծվեց, որ սույն երևույթը նոյեմբերի 26-ին եպիսկոպոսած ժողովում միաձայն դատապարտվել էր որպես եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական, որ կարող է հանգեցնել հերձվածի։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները տարակուսելի նկատեցին, որ ժողովական որոշմանը կողմ հանդես եկած որոշ եպիսկոպոսներ հետագայում մասնակից դարձան իշխանության նախաձեռնությամբ կազմակերպված աղճատված արարողություններին։ Անդրադառնալով 10 եպիսկոպոսների խոտոր ընթացքին, միաբանությունից ինքնամեկուսացմանը եւ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովներին անդամ եպիսկոպոսների բացակայությանը, մտահոգություն արտահայտվեց նրանց որդեգրած պառակտիչ կեցվածքի առնչությամբ, այն դիտարկելով իբրև խախտում նրանց հոգևոր ուխտի եւ հարված եկեղեցու միասնականությանը։ Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց նաեւ եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները եւ դրանց արծարծման կերպերը։ Կարևոր նկատեց, որ նրանք հրաժարվեն պարտադրված հակականոնական օրակարգերից, վերադառնան մայր եկեղեցու գիրկը, առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։ Ստեղծված մտահոգիչ եկեղեցու եւ նրա աշխարհասփյուռ հոտի համար անցանկալի այս իրավիճակի հաղթահարման հրամայականից ելնելով, Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ համարեց եպիսկոպոսած ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Ժողովին առաջարկ ներկայացվեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների եւ իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ, կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուրընկալումները։ Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին այս դժվարին օրերին հայոց եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին, փորձությունները արիությամբ, հավատով ու միասնականությամբ հաղթահարելու համար։ Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց հոգևոր սպասավորներին հոգեխնամ առաքելության շրջանակներում պատշաճ իրազեկումներով գոտեպնդել իրենց հավատացյալներին եւ հորդորել զերծ մնալ եկեղեցու միասնականությունը խաթարող երևույթներից։ Անդրադարձ կատարելով ժողովից առաջ երեկոյան ժամերգությանը, Մայր տաճարի շրջափակում հրահրված անկարգություններին, Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտեց վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։ Ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին հավատավոր ժողովրդին, որը հակառակ կազմակերպված խժդժությունների դրսևորեց գոնություն, եկեղեցանվիրում եւ հավատարմություն։ Արաքածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն ամեն 5 շաբթի միասնական ժամերգություն է կատարվում որևէ եկեղեցում։ Այս 5 շաբթի թեմի հոգևորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում, ինչպես նախատեսված էր, այլ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված հայոց հայրապետի արևշատության, հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել եւ Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, Հանիրավի անազատության եւ գերության մեջ գտնվողների համար։
Դեկտեմբերի 18-ին ժամերգությունից առաջ Միացնաեջ տաճարից տարածվեց հոգևոր երաժշտություն, ապա ղողանջեցին Մայր եկեղեցու զանգերը։ Երեկոյան եկեղեցական թափորը հայոց հայրապետին տաճար ուղեկցեց։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ խորհրդի անդամների, մայրաթոռի միաբանների հետ Միացնաեջ տաճարում մասնակցեց երեկոյան ժամերգությանը։ Արարողության ավարտին հայրապետն իր հայրական պատգամն ուղեց Մայր տաճարում եւ Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն եւ նրա գահակալին։ Իր խոսքում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը նաեւ հորդոր հղեց 10 եպիսկոպոսներին, կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ եւ գործել միայն մեր Սուրբ եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն։ Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է եւ ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն կանգուն չի մնա։ Այսօր էլ տագնապալի օրեր ենք ապրում։ Մեր երկիրը գտնվում է անվտանգային խնդիրների եւ հրատապ լուծման կարոտ լրջագույն հիմնահարցերի առջև։ Այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը շարունակվում են հարձակումները մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր։ Ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր եւ աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության եւ մեր երկրի շինության համար։ Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ, սիրելիներ, եւ բոլոր հայրենիներին, ազգային կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ, ինչպես նաև հակաեկեղեցական արշավի այս օրերին, իրենց զորակցությունն են ցուցաբերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ մեր Սուրբ եկեղեցու ազգօգուտ առաքելությանը։ Մեր գնահատանքն ենք բերում Մայրաթորի միաբանությանը, թեմերում սպասավորող քահանաներին եւ սիրելի սարկավակներին, որ հաստատուն եւ վճռական են մեր Սուրբ եկեղեցու կանոնական իրավունքի պաշտպանության դիրքերում։ Մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը լինի զերծ անօրենություններից, անարդարություններից, որոնց դառը հետևանքներն են կրում ապօրինաբար ազատազրկված մեր հոգևորականները, ազգային մեծանուն բարերարը, նվիրյալ հայրենիներ։ Փափագում ենք, որ մեզանում թագավորեն բարությունն ու գթասրտությունը, եղբայրսիրությունն ու համերաշխությունը։ Մենք մեկ ազգ ենք, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի, եւ չպետք է տրվենք երկպառակտության սադրանքներին։ Միավորվենք բոլորս հայրենիքի եւ մեր Սուրբ եկեղեցու շուրջ, պահպանենք մեր միաբանությունը, որով միայն կարող են զորավոր լինել մեր պետությունը եւ եկեղեցին, Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածին կենտրոնով։ Հոգևոր ասպարեզում արկա խնդիրները
լուծվում են եկեղեցական կանոնական ընթացքներով եւ ոչ առանցին խմբերի պարտադրանքներով կամ հակականոնական քայլերով հորդորում ենք խոտոր ընթացքի մեջ եղող մեր սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ, գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրական կարգած համաձայն, իսեր մեր ժողովրդի եւ հայրենյաց, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական մեր հորդորն է, ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ եւ չենտարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ, արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք, ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Միասնաբար հայցենք, որ Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուր ժողովուրդը, միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող Աստվածապարքև հույսով, հավատով ու սիրով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը եւ խաղաղությունը թող լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տերունական աղոթքով մեր հայցը բարձրացնենք առ Աստված, սիրելիներ։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզի ժամանակ վանկարկումներ էին լսվում, որով դրսում հավաքված ժողովուրդը մերժում էր Գարեգին II դեմ հանդես եկող եպիսկոպոսներին եւ թույլ չէր տալիս, որպեսի Վեհարանի ճաղաշարի մոտ հայտարարության տեքստ ընթերցեն։ Քաղաքացիական հագուստով մի խումբ անձիկ նրանց շղթայի մեջ առած ետ տարան եւ նստեցրին միկրոավտոբուս։ Տաճարի մուտքի մոտ մի քանի անհայտ անձանց կողմից հոգևոր բարեպաշտական արարողությունը խաթարելու փորձերը կանխվեցին հոգևորականների եւ հավատացյալների միջամտությամբ։ Այդ ընթացքում վատացավ Տեր Վրդանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, Տեր հայրը սրտի կաթվածով տեղափոխվեց հիվանդանոց։ Վեհափար հայրապետը Էջմիածնի մայր տաճարից դուրս եկավ օրհնություն բաշխելով բոլորին։ Հանրապետության տարբեր թեմերից մայրաթոր Սուրբ Էջմիածին ժամանած քահանաները արարողությունից հետո հավաքվեցին Վեհարանում եւ սպասեցին մինչեւ Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ավարտը, որպեսզի իրենց ծառայության վայրեր վերադառնալուց առաջ որդիական խոնարհում ու հավատարմություն հայտնեն Գարեգին II Վեհափարին եւ ստանան նրա հայրապետական օրհնությունը։
Բուլղարիայում գործող համայնքային կազմակերպությունները առաջնորդական տեղապահ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ պաշտոնական հայտարարություն են տարածել, հերքելով հայկական ժամանակում տպագրված լուրը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք հայկական ժամանակ էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ ի թիվս այլնի նշվում էր, թե իբր Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցու 10 եպիսկոպոսների վերջին ուղերձին։ Դատապարտելով նման երևույթները վերահաստատում ենք մեր անսակարգ ու անվերապահ հավատարմությունը հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, իդեմս հոգևոր կենտրոն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև ազգային եկեղեցական ժողովի կողմից օրինավոր կերպով ընտրված Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին։ Սրբազան պայքար շարժման աջակիցների հերթական դեկտեմբերի 18-ի դատական նիստը հետաձգվեց մեղադրյալներ Կարո Օկումուշյանի եւ Իգոր Սարգսյանի բացակայության պատճառով, որոնց համար խափանման միջոց էր սահմանվել տնային կալանքը։ Դա նշանակում է, որ նրանք դատական նիստին չեն կարող ներկայանալ առանց ոստիկանների ուղեկցության։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հավաստիացրեց, որ նիստի մասին ոստիկաններին պատշաճ ծանուցում ուղարկվել է, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողացել ապահովել Օկումուշյանի եւ Սարգսյանի ներկայությունը։ Հիշեցնենք, որ նույն օրը վեհափառ Հայրապետին իրենց հավատարմությունը հայտնելու համար մեծ թվով հավատացյալներ էին հավաքվել Մայրաթոռում։ Նաեւ իրենց բողոքը հայտնելու մի քանի եպիսկոպոսների, որոնք պահանջում են Հայրապետի հրաժարականը։ Բագրատ Սրբազանը եւս հորդորեց ներկաներին գնալ Սուրբ Էջմիածին։ Գնացեք Սուրբ Էջմիածին, գնացեք, մասնակցեք, ձեր աջակցությունն ու զորակցությունը հայտնեք, իմ խնդրում հորդորնած ես, ես անձնապես չեմ կարող, հենց այս նպատակով մենք կարողանանք ենք, եւ ես կասեմ հետո թե ինչ է վերում ես, բայց նորից եմ կրկնում եւ խնդրում եմ, գնացեք Սուրբ Էջմիածին, որովհետեւ ես ընթացքը կապված եմ մեր ամբողջ պատմության։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 8-ին ժամը 15:00-ին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։